Ֆրանսիա-Հայաստան պատմական և մշակութային երկխոսություն խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը Հայաստանի ազգային գրադարանի հարկի ներքո է համախմբել բարեկամ երկրների գրադարանային ոլորտի առաջատար մասնագետներին և հայ-ֆրանսիական մշակութային փոխառնչություններն ուսումնասիրող տասնյակ հետազոտողների։ Ազգային գրադարանի հրավերն ընդունել և առաջին անգամ Հայաստանում է Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ, պատվո լեգիոնի ազգային շքանշանի ասպետ և դիվանագետ Ժիլ Պեկուն։ Գիտաժողովի ծրագրում ընդգրկված մի քանի տասնյակ զեկուցումները ներառում են հայ-ֆրանսիական մշակութային գործակցության պատմությունը ներկայացնող բոլոր շերտերը։ Հայաստանի ազգային գրադարանը իր պատմությունը սկսում է 1832 թվականից, բայց 1919 թվականի հուլիսի 4-ին Հայաստանի ազգային գրադարանը ստացավ պետական կարգավիճակ, որպես գրապետական գրադարան։ Եվ ես ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել, որ այս փաստաթուղթը ազգային գրադարանի պաշտոնաթերթն է եւ ինչպես տեսնում եք հայերեն, ֆրանսերեն, այսինքն մենք ի սկզբանե այն օրից, երբ որ պետական կարգավիճակ ենք ստացել, անմիջականորեն կապված ենք եղել Ֆրանսիայի հետ։ Հայաստան-Ֆրանսիա գրական և քաղաքական բարեկամության ակունքներն ու գործող անձինք 19-րդ դարից ի վեր զեկուցման ընթացքում Ժիլ Պեկունը անդրադարձավ ոչ միայն գիտական համագործակցության հեռանկարներին, այլև մշակութային ժառանգությանը։ Ֆրանսիայի ազգային գրադարանն ունի բացառիկ հարուստ հայկական հավաքածու, 350 ծրագրեր, 16-ից 18-րդ դարերի 400 հայկական տպագիր աշխատությունների ժողովածու, ընդհանուր առմամբ ավելի քան 1000 հայերեն հատորներ։ Ժիլ Պեկուի ելույթի առանցքում նաև արմենոֆիլ շարժման պատմությունն էր և այն մշակութային գործիչները, որ դարձան հայ ժողովրդի բարեկամն ու պայքարեցին հանուն պատմական արդարության։ Ես կհիշատակեմ երկու գրական անուն՝ Ռոմեն Ռոլան, որը Փարիզի գրական շրջանակներում լուսաբանում էր հայկական հարցը, և Անատոլ Ֆրանս, որը բացահայտում է երիտասարդ Արշակ Չոպանյանին և որոշում օգնել նրան հայերի դեմ բարբարոսությունների բացահայտման գործում։ Ըստ էության, արմենոֆիլ շարժումը ժողովրդական դիվանագիտության հիմքում էր։ Գիտաժողովի աշխատանքային ծրագրի շրջանակում Աննա Չուլյանը և Ժիլ Պեկուն ստորագրեցին երկու կառույցների համագործակցության մասին հուշագիրը։ Հուշագրեր ստորագրվեցին նաև Խարտիայի ազգային դպրոցի, ինչպես նաև Կալֆա ժամանակակից տեխնոլոգիաների ֆրանսիական կազմակերպության հետ։ Աննա Չուլյանը Հայաստանի ազգային գրադարանի 105-ամյակի կրծքանշանով կգնահատի գործընկերների Ժիլ Պեկուի և Ֆրանսիայի Ռոմանի շրջանի երաժշտության և բարի ազգային դպրոցի տնօրեն Ալեքսանդր Սիրանոսյանի վաստակը։ 105-ամյակի արծաթյա կրծքանշանները հանձնվում են գրադարանի բարեկամներին։ Նունե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։